Գագիկ Ստեփանյան կամ ինչպես իր ընկերներն են ասում հեթանոս Գագո, հերոս, որի ընտանիքում միշտ խոսել են թշնամու ոճրագործության եւ հայերի պարտքու պահանջի մասին։ Գագիկի նախապապը Գերդաստանի հետ գաղթել է Սուրմալուից, հաստատվելով Ապարանի շրջանի Լուսագյուղ բնակավայրում։ Գագիկի երկու պապերն էլ կռվել են թշնամու դեմ։ Պայքարը շարունակեցին նաև թոռները։ Գագիկ Ստեփանյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 13-ին Երևանում։ Խիզախ բռնցքամարտիկը խորհրդային բանակից վերադառնում ու միանում է եղբայրներին՝ Արայիկին եւ Բագրատին, ովքեր արդեն ռազմի դաշտում էին։ Ուժը բազկին, վրեժը գեներում, քաջությունը սրտում։ Հեթանոս Գագոն միանում է գաղափարի մարտիկներին։ 1990 թվականներ եղբայրը Արայիկը ընկերների հետ հայտնվել է շրջափակման մեջ։ Գագոն շտապօգնության մեքենայով ներխուժում եւ հրաշքով ազատում է եղբորն ու ընկերներին։ Եղբայրների հետ Թայֆուն հատուկ նշանակության ջոկատում էր, մասնակցում էր պարտիզանական թեժ կռիվներին։ 1994 թվականի փետրվարի 13-ին տուն է գնում նշելու 29-ամյակը։ Վերքերն էլ պիտի բուժեին։ Ընդամենը 1 օր է դիմանում տանը, վերադառնում է մարտադաշտ ու միանում Օմարի Լեռնանցքի դիրքերում տեղակայված զինակիցներին։ Թեժ մարտեր էին։ Մարտի 16-ն էր, մառախլապատ մի օր, թշնամու համար հարձակվելու լավ առիթ էր։ Հակառակորդին հաջողվում է հայկական մի քանի դիրք գրավել։ Գագոյի վիճակը լավ չէր, զենքը վերջանում էր, ինքն էլ վիրավոր։ Շրջափակումից խուսափելու համար հրամայում է զինվորներին թողնել դիրքերը, իսկ ինքը վիրավոր ոտքով մնում է դիրքերում եւ 1 գնդացիրով շարունակում պաշտպանել զինվորներին։ Ծխագլանիկները գործի դնելով Գագոն տեղից տեղ է անցնում, տպավորություն ստեղծելով, թե մի մեծ ջոկատ է դիրքավորված։ Ժամեր տևած մարտն ընդհատվում է, երբ Գագոն վիրավորվում է երկրորդ անգամ։ Դիրքերին մոտ կանգնած թշնամին առաջարկում է հանձնվել, բայց նա հանձնվող չէր։ Առնակամ եւ ուժասպառ դադարեցնում է կրակը։ Թշնամու զինվորները մոտենում են խրամատին։ Հակառակորդի հրամանատարը շրջում է ընկած զինվորին, կարծելով մահացած է։ Եվ հենց այդ պահին Գագոն քաշում է նռնակի օղը, իր հետ տանելով նաև թշնամու բանակայիններին։ Օրեր անց մերոնք ազատագրում են դիրքերը ու գտնում հերոսի մարմինը։ Նռնակի օղն էլ ցուցամատին։